Նավասարդյանը, Արման Նավասարդյանը նախորդ դասախոսությունը բոլորս ենք հիշում, որ շատ ոգևորված եւ աշխույժ անցավ, վստահաբար սա եւս եւ պարոն Նավասարդյանը հիմա իր գիտելիքներով եւ փորձով կկիսվի ձեզ հետ։ Ընտրել բազարություն։ Ես ճիշտ ասած գալուց մտածում եի ինչի մասին մենք խոսենք, որովհետեւ ամեն մարդ պիտի խոսի այն բանի մասին, ինչ որ ինքը գիտի, դիվանագիտություն։ Ինչ բան ես չգիտեմ։ Բայց դիվանագիտությունը անցյալ անգամ ասեցի, այնքան ծավալուն է, այնքան մեծ է, որ չգիտեմ ինչի մասին խոսենք։ Բայց գիտեմ, որ կան հարցեր, որոնք կարող է ձեզ շատ հետաքրքրել, բայց այդ հարցերը ըստ երևույթին դժվար է այս լսարանում արծարծել։ Ես այսօր ուզում եի ճիշտ ասած խոսել ոչ վերբալ հաղորդակցության որոշ ուղղությունների, մասնավորապես ստի մասին, որտեղ ես խոստացել եմ ձեզ ուտ խոսել սովորեցնել, բայց դրա համար պետք է PowerPoint ծրագիրը, որ դժբախտաբար չկա։ Եթե այս կուրսերը շարունակվեն, ես ցանկանում եմ որ շարունակվի, եւ եթե իմ սիրելի ընկեր Արա Պապյանը նորից հրավիրի ինձ, մտածելով որ ես կարող եմ օգտակար լինել, մենք կմտածենք, թե ինչպես անենք, որ այդ տեխնիկայի միջոցով ձեր հետ ավելի տրեյնինգային կուրսեր անցկացնենք, որ դուք կարողանաք մի բան տանել ձեզ հետ։ Թե չէ մնացածը բլա-բլայի նման մի բան է, բայց այդ բոլոր դեպքերում կարևոր է։ Այնպես որ այսօր ես այդ երկրորդ բլոկի վրա կանդրադառնամ եւ կխոսեմ հետեւյալ հարցի մասին։ Ուրեմն, տեսեք, ես հիշողությամբ եմ սա ասելու, ասում եմ դուք արդյոք տեսել եք դերասանի, որին առաջին իսկ հայացքից սիրել եք։ Ինչի համար հարցը գալիս։ Գեղեցկության, բայց գեղեցիկ չէիք։ Ձայնի համար, բայց տեմբրը առանձնապես աչքի չի ընկնում։ Տաղանդի համար, բայց տաղանդավորել չէ։ Դուք նրան սիրում եք այն բանի համար, այն անորսալի հատկության համար, որը կոչվում է հմայք։ Սա Ստանիսլավ Սուխոսկերն են իր ֆունդամենտալ դասագրքային ձեռնարկից, որը կոչվում է դերասանի աշխատանքը ինքը իր վրա։ Ուրեմն դուք հասկացաք, որ մենք խոսենք հմայքի մասին, որովհետև հմայքը դա մարդկային հաղորդակցության կարևորագույն, ես կասեի, գործիքներից մեկն է, որը պայմանավորում է կամ հաղորդակցությունը, դիվանագիտական կոնտակտը ընթանում է լավ, արդյունավետ, կամ կտրվում է։ Իսկ դա ամենավատ բանն է։ Դիվանագիտության մեջ կասվիսի մի խոսք, ասում է, որ առաջի հանդիպման ձախողումը այլևս երկրորդ հանդիպում չի բերում իր հետևից։ Ուրեմն հմայքը, ինչպես նաև մի քանի ուրիշ կոմպոնենտներ, դրանց մասին մենք առանձին կխոսենք հետո երևի, եթե հանդիպենք ժպիտը, հասկանում եք, եւ շատ այլ բաներ։ Ուրեմն հմայքը հայերենում, եկեք հայերեն գիտեք բոլորը, ի տարբերություն ես ռուսական պատմությունն եմ, ուրեմն հմայքը հայերեն ունի 10-ից ավել կարծեմ հոմանիշ։ Եկեք միասին հիշեք, ասեք տեսեք։ Յուտակ, թողանք, գրավիչ, գայթակղիչ, շենսով, շենսով, խարիզմատիկ, չէ, ստոպ, խարիզմատիկը չի կարել, խարիզմը դնենք մի կողմ, պրնեցինք ձեզ, ուրիշ, յութիչ ասեցի, կախարդիչ, առինքնով, եւ այլ, մի 10 կարծեմ, ես մի անգամ հաշվել, այդքան էլ կա հին հայերենում, նու ռուսերենն էլ իհարկե շատ հարուստ լեզու է, բայանի է, իսկ անգլերեն charm, ֆրանսերեն charm բառը, նաև հայերենում լրիվ ընդունված է, ասում են շատ մեծ charm, դա ընդունված է բանից եկող, ֆրանսերից եկող և օգտագործում է հայերենում անգամ գրական լեզու։ Հիմա տեսեք, երևույթը հմայքի և սոցիալ հասարակական առումով և առաջին հերթին հոգեբանական առումով գրեթե
գոնե հայ իրականության մեջ գրեթե ուսումնասիրված չէ։ Գրեթե ուսումնասիրված չէ։ Եվ բացի դրանից, իր գենեզիսը եւ իր ծագումը, էտիմոլոգիան եւ բառի եւ երևույթի դեռևս որոշված չէ վերջնական, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Եվ գրեթե 150 տարի գիտնականները վիճում են, թե Հմայքը վերջին հաշվով ինչ է իրենից ներկայացնում։ Դուք հավանաբար կան, եթե ձեր մեջ հոգեբաններ, լսած կլինեք, բարեթես, արդեն ես հոգեբանի հետ եկա այսօր, հայտնի ֆրանսիական հոգեբան Լբոնն էր, Լբոն 19-րդ դարի վերջին, որը ունի գոյակապ մի աշխատություն, կոչվում է ժողովուրդների եւ ժողովրդների ազգերի հոգեբանություն։ Դա սեղանի գիրք է, ոչ միայն հոգեբանների համար, այլև այդ գրքով աշխատել են Լենինը, Ստալինը, Չերչիլը, շատ մեծ մարդիկ, Մուսոլինին եւ այլն։ Եվ նա անդրադառնում է այնտեղ, Լբոնը այսպես կողմնակի ձևի, որովհետև խնդիրները այնտեղ ուրիշ են, բայց նա Հմայքին անդրադառնում է, նա ինչ է ասում։ Նա ասում է, որ Հմայքը, մոտավորապես այսպես, Հմայքը դա այն գաղափարն է, որը տիրապետում է մարդու մտածողության վրա։ Պատկերացրեք, ուրեմն գաղափար, որը կպել է ձեր մտածողությանը եւ հսկում է ձեր մարդուն։ Եվ նա հետաքրքիր ձևով է նաև ներկայացնում, ասելով, որ միստիկայի տեսակետից է իհարկե, միստիկայի տեսանկյունից ավելի շուտ, որ Հմայքի մեջ ուրեմն միաձուլվում են վախը եւ հիացմունքը։ Եվ բացատրում է հետեւյալ կերպ. եթե այդպես չլիներ, մենք մեռած մարդկանցով չէինք հիանա Հիսուս Քրիստոսով, Բուդայով, հասկանում մարդիկ, որոնք չկան, բայց որոնց մենք սիրում ենք։ Այստեղ կա եւ վախ, որովհետեւ մահացած մարդիկ են, այստեղ կա նաեւ սեր այդ մարդկանց նկատմամբ, այսինքն այդ մարդիկ մեզ համար հմայիչ են։ Ջան Աջավին դա հետաքրքիր երևույթ է, դա սիրուն կանչել։ Հա, եւ Հմայքը փոխանցվող երևույթ է։ Հմայքը կարող է մարդը ձեռք բերել, հա, լինելով ոչնչություն։ Հիմա տեսեք, մենք ունենք օլիգարխներ այնտեղ չմոմանները տան, հանգարց դուրս գան գլխից քարտ ինչ կլինի։ Եվ իրենք ուրեմն հմայիչ են, իրենք հմայիչ են իրենց շրջապատի համար, իրենց ուրեմն համախոհների համար, նրանց համար, որոնց տալիս են մի տոպրակ հոսք կամ չգիտեմ ինչ, նրանք հմայիչ մարդիկ են, բայց նրանք ոչնչություն են։ Հանեք նրանից իր ստատուսը, հանեք նրա փողերը եւ ոչինչ չի մնա այնտեղ։ Հմայքը կարող է փոխանցվել նաեւ առարկայի միջոցով, հագուստի։ Զինվորականից եթե հանեք հագուստը, նա իր հմայքը կկորցնի կամ բժիշկի, նկատած կլինեք, գնում եք խալաթով բժիշկը մի մարդ է, նա խալաթ հանում դուրս է գալիս, հիվանդասենյակից բոլորովին այլ մարդ է, նույնը դատավոր է, Պասկալը ասել է, որ դատավորը առանց իր պարեգոտի, առանց իր գլխարկի 3/4-ով կորցնում է իր հմայքը, բայց հետաքրքիրն է, որ հմայքը փոխանցվում է նաև անշունչ առարկաների։ Հմայիչ կարող է լինել գիրքը, կարող է լինել հուշարձանը, կարող է լինել նկարը, արվեստի ստեղծագործությունը եւ այլն։ Եվ հետաքրքիր ինչ է, մարդիկ կարիք ունեն, կարծում եմ շատ բարձր եմ խոսում, չէ՞, մարդիկ կարիք ունեն կարծրատիպի, հասկանում եք, որևէ իրի եւ որևէ առարկայի նկատմամբ նա կարիք ունի որոշակի կարծիքի։ Եվ այդ կարծիքը հաճախ ստեղծվում է ոչ թե առարկայի իր էությամբ կամ նշանակությամբ, այլ այդ առարկայի մեջ գոյություն ունեցող ներգրավված հմայքի աստիճանով։ Եվ դրա համար ստացվում է, որ հաճախ շատ կասկածելի ստեղծագործություններ, օրինակ, եւ արվեստի եւ գրականության հմայիչ են մարդկանց։ Վերցնենք Մալևիչի ուրեմն սև քառակուսի։ Իմ թողնեք ավելի լավ նկարել։ Բայց
բայց ինչի համար է, ինչու նկայանում այդ բանը։ Նախ դա այն ստերեոտիպն է, որը մարդկանց ուղեղում նստած է։ Իսկ եթե նստած է մի միտք, շատ դժվար է այդ միտքը դուրս հանել։ Հասկանում եք։ Կամ անկեղծ խոսենք, ունենք մենք ստեղծագործություններ, ասում են անդադ, կարդացեք Վերք Հայաստանի, ախպեր Վերք Հայաստանի կարդալ չի լինում օրինակ, հնարավոր չի էլի, և դու պիտի հմայիվ ես դրա, ասես բան, ես ինչ լավ գիչ կան։ Չեմ անում, եղել եք գանում, թե չէ, Կիպրոսում, Իսային մասում կա Աֆրոդիտեի, այսպես կոչված լավնիք, ավերակն էր, ոնց էր Պուշկինի փողոցի վրա կա, չէ նոր են հակել ինչ-որ, հլված ինչ-որ, տուրիստները գալիս են նովում այք, ուշքները գնում այլ, նայում ես բան չկա տակը, ինչի վրա եք տենց հիանում, սա հենց առարկայի նկատմամբ ունեցած հմայքն է, որը նստած է, լավ, սա խոսեցինք առարկաներից, իսկ եթե գանք մարդկանց, Իմիջայլոց գիտեք ինչ կա, հմայքը ինչպես նաև շատ երևույթներ կյանքում, ըստ երևույթի կապված են այնպիսի մի ֆենոմենի հետ, որը կոչվում է ֆորտունա, բախտ, որ ասում է բախտը բերեց կամ չբերեց։ Պարոն Նավասարդյան, չեք կարծում, դա հմայքը շատ բանով պայմանավորված է ստատուսով։ Անպայման, ասեցի, օրինակ բանը։ Չէ, ես կտեմ նույն անգամ այդ հուշարձան, այդ ավերակի, ոնց ասում ես, հուշարձանա, երրորդ հազարամյակ եւ այլն, արդեն ստատուս է դրվում ավերակի, դա դառնում է հմայք։ Նույնը նաև մարդկանց հետ է կատարվում, բայց դե որ նայես կարող է դրա տակը բան չկա, հասկանում եք։ Ես ուզում եմ ասեմ, ես չեմ վիճարկում, որ Աֆրոդիտեն այնտեղ լողացել է բան, շատ գեղեցիկ աղջիկ է, բայց հիմա կոնկրետ է բանը, էլի, նույնը, նաև գիտեք ինչ կա, եթե մենք վերադառնանք նաև հայկական իրականությանը, այնքան մազալու բաներ կգտնենք, ավելի լավ է չխոսենք, հետո արագ ասի դու հայրենասեր չես։ Եվ իսկ մարդկանց, գալով մարդկանց, տեսեք ինչ է կատարվում։ Հմայքը, ինչպես են ոնց են ասում, ոչ հավատարիմ գինը, ամիջապես կարող է փոխվել, եւ այդ ֆորտունան կարող է մեկ վայրկյանից մյուսը, հասկանում եք, ամենահմայիչ մարդուն, անգամ կուրքերին կարող է ոչնչացնել։ Եվ պատմության մեջ նման դեպքեր շատ են եղել։ Շատ են եղել։ Վերցնենք հեղափոխության, ֆրանսիական հեղափոխության ոցաշունչ մարդիկներից մեկի, Ռոբեսպիերի, Մաքսիմիլյան, որը աստված էր, կուրք էր, երբ որ նա Տերմիդորի, որ դա ներողություն, երբ որ նա բանի ժամանակ, իշխանության, հաղթանակի ժամանակ հեղափոխության, երբ որ Լուդովիկոս 16-ին, եւ խեղճ կնոջը Մարիա Անտուանետային, ինչպես Լուդովիկոսը սկսեց լաց լինել բանից առաջ, գիլյոտինից առաջ, իսկ Անտուանետան շատ հպարտ եւ գլուխը բարձր գնաց խախտվելու։ Եվ ժիրոնդիստների, երբ որ նա իրենց ուղարկում էր դեպի ուրեմն կառափնարան, ինչ էր կատարում, ժողովուրդը ծափ էր տալիս, ուղղա էր գոռում, իսկ Տերմիդորից հետո, երբ որ 2 թե 3 ձայնի տարբերությամբ իրեն համարեցին հեղափոխության թշնամի, Ֆրանսիայի թշնամի, նույն մարդիկ ծափարելով նրան ուղարկեցին գլխատվել։ Որոնք կողմ էին քվեարկել, որոնք նրան ծափարում էին։ Ես ավելի մոտ։ Ներդրումը չի ստացվել այդտեղ։ Ինչը չի ստացվել։ Ներդրումը չի ստացվել էլի։ Ներդրումը չի ստացվել։ Ներդրումը կարող է։ Ես ավելի մոտ ժամանակներ կան։ Ձեր ծնողները կամ ավելի մեծ պապիկները, տատիկները պատմած կլինեն, որ Երևանի բարձունքի վրա, որտեղ հիմա Հայ Հայաստանն է, Ստալինի արձանն էր։ Ամենամեծ արձանը աշխարհում։ Ամբողջ բարձրությունը 76 մետր էր կարծեմ, իր 50 մետր կարծեմ պատվանդանն էր և 26 մետր և Ստալինը, որը մեր հայրն էր, մեր ժողովուրդների առաջնորդներ եւ այլն, երբ որ նրան
այսպես ասած դիմազերծ արեցին, հա? Ես այդ ժամանակ սովորում էի դպրոցում, 7-րդ դասարանի աշակերտ, եւ ասեցին Աբովյան դպրոցում էինք սովորում, եւ Աբովյան փողոցում էի ասում, ասին, որ Ստալինին գցելու են։ Ուրեմն մենք բարձրացանք այդ բարձունքը, մանումենտի, ուրեմն ինչ արեցին, արա, հերեցին, բաները շարեցին, սենց են մեծ պակրշկաները կան, բաների, զինվորական մեքենաների, չէ, երկու սենց կան, իրար վրա, գցեցին ուրեմն լասոն, պողպատից, վզից և քաշեցին, գցեցին։ Ես ուզում եմ ասեմ, որ կուռքը այդ ձևի մեկ վարկյանից մյուսը կարող է տապալել։ Լավ, շատ պատմության մասին խոսեցինք, հիմա ես ձեզ մի հարց եմ տալու։ Ձեր կարծիքով հմայքը բնածին է, թե բնածին չէ։ Երկու տեսակներ կա, եւ նա եւ Բնածին կա դու Այդ այստեղ մի բան է, մի մարդ համար դա հմայի չէ, մյուս մարդ համար հմայի չի։ Թերևս։ Այստեղ է շատ սուբյեկտիվ։ Ասում է սերը ասում է աթարին հակապել։ այդ մոտեր կա։ Բայց ասեք, տեսնենք, ինչ կարծիքի է։ Կա երկու կարծիք, ճիշտ է։ Կա ուրեմն կողմնակիցներ Մորո անունով ամերիկյան հայտնի հոգեբան, որ ասում է, որ դա մարդու քրոմոսոմների մեջ նստած նյութ է, որը կոչվում է տելը, այս տելն չի տելը, եւ դրա միջոցով մարդիկ հաղորդակցվելով մեկը մյուսի նկատմամբ ունի կամ համակրանք, կամ հակակրանք։ Չնայած ճնշող մեծամասնությամբ, երևի 3/4-ից ավել հաշվարկով, այն կարծիքին են մասնագետները, ես մասնագետ չեմ, բայց ես էլ եմ այդ կարծիքին, որ հմայքը դա ձեռք բերովի է։ Հմայքը դա ձեռք բերովի է։ Եվ դա իրոք այդպես է, որովհետև հմայքը մարդու նկատմամբ կամ հակակրանքը ձևավորվում է մարդկային հաղորդակցության, նույնիսկ գալիս ենք, տեսեք մարդկային հաղորդակցությանն ենք գտնում։ Մարդկային հաղորդակցության ընթացքում գաղափարների, մտքերի փոխանակմամբ կամ հակադարձմամբ, հասկանու՞մ եք։ Եվ սա, այսինքն ուզում եմ ասել, որ համակրանքը, հմայքը գալիս է ոչ թե ներսից, ոչ թե սրտից, այլ գալիս է ուղեղից։ Եվ Մոնտեսկյուն շեշտում էր դա, նա ասում էր, որ հմայքը դա ուղեղի արտադրանք է, ուղեղի պրոդուկտ է։ Հասկանում եք։ Հիմա, բայց հմայքը եւ գեղեցկությունը, չէ՞։ Հմայքը եւ գեղեցկությունը ինչ փոխհարաբերություն ունեն իրար հետ։ Կարող է չէ մարդը լինի գեղեցիկ, չլինի հմայիչ, լինի հմայիչ, չլինի գեղեցիկ եւ այլն եւ այլն։ Կանչարով այսպեսի մի միտք ունի։ Լավ ստեղծագործ գործ է դա, լավ վեպերից մեկն է, նա այդտեղ ասում է, որ անվանում է անճոռնի գեղեցկություն։ Այսինքն գոյություն ունի գեղեցկություն, որը անճոռնի է։ Ասում են նայեք այդ գեղեցիկ կնոջը, չգիտեմ ինչի կանանց ասում, երևի չի սիրել կանանց։ Ասում են նայեք, ասում են նրա գեղեցկությանը։ Եվ աստիճանաբար այդ գեղեցկությունը ուրեմն վերափոխվում է նրա խոսելու, նրա շարժումների, նրա ուրեմն վարվեցողության հետևանքով, վերջին հաշվով նա դառնում է անճոռնի այլանդակ մի արարած։ Եվ իրոք, տեսեք, շատ է հանդիպում կյանքում, նայում եք հոյական։ Ես երկար Հայաստանում ջրնելուց հետո, երբ որ եկա, շատ աղբային ման նայում էի բոլորի։ Մի անգամ Փարիզյան սրճարանում ընկերոջ հետ նստած եմ, դեռ չգիտեք ինչին է կապված, որ ոնց որ բոլորի հետ խոսեն, չէ՞։ Մոտա սեղանները, երկու շատ ձեր նման համակրելի աղջիկներ, ինչ այլոց շատ լավ հագնված նրանցից մեկը, շատ ճաշակով, ես զբաղվել եմ դրեսկոտի խնդիրներով, միշտ հետևում եմ, թե ոնց են հագնում։
Եվ խոսում են իրար, տեսել մասնագիտությունից լսելն է, չէ՞։ Ուրեմն սպիսի մի նախադասություն ասեց, ախ չի ասեց, սրտից բնուշկվեցի։ Հետո այդ գյադեն յան տվեց, ինչ արեց, ինչ-որ մի բիլիբերտա ինչ-որ մի բան, գիտեք իմ աչքի առաջ, ոնց որ Գանչարովն է ասում, այդ գեղեցկուհին դառավ ինչ ասեմ, բայց մի անգամից, ուզեմ ասել այդ հաղորդակցության այդ պահը, հասկանում եք, բավականան մի խոսք, մի շարժում, որպեսզի կորի է համայն։ Հիմա, բայց արդյոք հնարավոր է լինել գեղեցիկ եւ հմայիչ։ Իհարկե հնարավոր։ Գեղեցիկ եւ հմայիչ լինելը դա Աստծո, այսպես ասած, պարգև է։ Եթե կա, դա պետք է ուրեմն աչքի լույսի պես պահել։ Բայց սա քիչ է լինում, որովհետև գիտեք ինչ, կան լինում են գեղեցիկ, կան լինում են հմայիչ։ Օրինակ Սոֆի Լորենը համարվում է այն կանացից, որը ասում են 100 տարի մեկ է ծնվում նման։ Միգուցե եւ ավելի։ Նա ասում է այսպիսի մի բան, գեղեցիկներին նկատում են, հմայիչներին չեն մոռանում։ Եղել է այսպիսի մի երգչուհի, Վիարդո, Պոլին Վիարդո, 19-րդ դարի, լսածներին եք, 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նա համարվում է հմայքի, այսպես ասած, սիմվոլ։ Եվ իր ուրեմն երկրպագուներից մեկ ասում է նա ահավոր, ասում է անճոռնի կին էր, տգեղ կին էր։ Ըստ երևույթին այստեղ խաղողի եւ բանի երևույթն է, աղվեսի, ես կարծում եմ, Այդ կարծեմ Տուրգենևի սիրուհին էր ինով էր այդ պարինավի արտան։ ամեն ինչ գիտի ես։ Չէ սիրուհիների արտը։ Ում բռնող չելով է։ Տանջել է այդ խեշ Տուրգենևի։ Ուրեմն այդ Վիարդոին սիրահարված են եղել այդ շրջանի 19-րդ դարի երկրորդ կեսին բոլոր մեծ մարդիկ, սկսած Նապոլեոն III-ից, որը հատուկ բարձրանում էր դեմ, նրա ձեռքը սխներ, չմանում բանտար, ծաղիկտար եւ այլն։ Բերլիոզ, Չայկովսկի, Լիստ, բոլոր այդ շրջանի կոմպոզիտորները, գրողները, Զոլա եւ այլն, եւ ուրեմն Տուրգենևը ավելի ռուս էր, ավելի ֆրանսիացի էր, քան ռուս։ Տուրգենևը ապրում էր Փարիզում ամբողջ կյանքի ընթացքում, եւ համարվում էր Փարիզի սալոնների, այսպես ասած, դենդին։ Շատ գեղեցիկ տղամարդ է եղել, ուրեմն գրավիչ, իրեն շատ սիրել են, բայց ինքը սիրել է Վիարդոյին։ Վիարդոն էլ սենց մատի վրա խաղացրել է այս խեղճ Տուրգենևին, հասկանում եք։ Եվ չգիտեմ, մոմբռնող չի եղել, բայց ասում են, որ նրանց հարաբերությունները եղել են պլատոնական։ Որովհետև ամբողջ այդ բանը, որ կարդում եք այդ շրջանում, անդադ նրան ձեռք առել, հասկանում եք։ Երևանչար կնիկա է։ Եվ այդտեղ խեղճ Տուրգենևը Նույորք է ճանաչում, բայց չնգա։ Երևի մունգ դրա համար է գրել, դարձ մունգ է գրել։ Եվ հիմա տեսեք, խոսում են գեղեցկության եւ հմայքի փոխկապակցվածության մասին։ Եկեք միասին մտածենք, միասին հիշենք, թե քանի եւ կանայք եւ տղամարդիկ, որոնց կարելի է խելակորույս սիրել բացարձակապես չունենալով, իրենց կողմից չունենալով գեղեցկություն։ Ասեք, տեսնեմ, ում կարող ասեք։ Ֆուշա։ Ով։ Ժոզեֆ Ֆուշը։ Ֆուշե։ Ապոլոնի ոստիկանության նախարար։ Արտաքին։ Ներքի չէ ոստիկանության։ Բայց արտաքինը չեմ հիշում։ Թալերանի արտաքին տեսել եք։ Նույնը Ֆուշան է, շատ գեշնորդ։ Չէ, Թալեյրանը գեղեցիկ է։ Չէ, ես ավելի մոտ եկել գանք, էլի։ Մի ժամանակին։ Թալերանին կարելի էր սիրել, 14 անգամ
մարդը երթում կերավ ու խապեց։ Հիմա տեսեք, եկեք հասարակ մարդկանց վերցնենք, դերասաններին, հա? Մեր մկրտչյան։ Մեր Մկրտչյան, հա? Սևակ։ Ժան Ռենո, չէ՞։ Կանոնցից Բելմոնդո։ Բելմոնդո, Ջեսիկա Անգելա Մերկել, համայ, գեղեցիկի, բայց Այդքան խմել։ Նովենս մեր դերասանին Մարգարիտ Թետչերը սիրել կլի։ Մի խոսքով շատ, ուզում եմ ասեմ, որ կան բաներ, որոնք Ֆրենկլի, Խալիսա Ֆրենկլի, Ախիջակովա, սրանք բաներ են, որոնց ես չեմ ասում, բայց կարելի է պարզապես նրանցով հիանալ։ Իսկ կան տղամարդ, ոչ, ասենք, ապալոններ, որոնց համար շատ կանայք գիշերներ չեն կնել, անգամ չարչի համար։ Ուզում եմ ասեմ, որ հմայքը դա ինչ-որ միտեղ կապ չունի արտաքինի հետ։ Հիմա, գանք ամենակարևոր հարցին, որը բոլորի կարծիքների կայտակրի։ Իսկ միշտ այդ հարցն ասեմ, հնարավոր է դառնալ հմայիչ, թե ոչ, իհարկե հնարավոր է։ Հեն էլ ինչպես հնարավոր է։ Սկսենք, թե ինչ կոմպոնենտներ են պետք, նախ կրթություն։ Ստերից ասեցիք, չէ՞, բոլոր գալիս է ուղեղից։ Կարող եք դուք շատ գեղեցիկ եւ արտաքին եւ ներքին ունենալ սիրտ եւ այլն, բայց ոնց որ Աստված ասում է, պաղած նորմալ։ Հնարավոր չի, բայց տեսեք, առաջի հերթին կրթություն, էրուդիցիա, լայն էրուդիցիա, այսինքն այն ինչ-որ ուղեղի հետ է կապված, կրթություն եւ այլն, այդ պարզ։ Եվ իհարկե երկրորդական բաներ, որ չգիտես ինչի մեր իրականության մեջ, մասնավորապես խորհրդային միության, բացարձակապես ուշադրության չեն արժանացել, մղել են երկրորդական պլան։ Առաջին հերթին դա իհարկե նորից հագուստի մասին է խոսքը։ Մեզ որ դաստիարակում էին դպրոցում կամ բանում, մարդկանց վրայից պետք է գար բենզինի հոտ, մազուտի հոտ, հասկանում եք անվերման ձեռքերը պետք է կեղտոտ լիներ, բավոճի կլաս կա, ուզում այն։ Իսկ ով որ հանգարց լավ հագնված է ներվան, նա բուրժուա էր։ Ուրեմն շատ կարևոր է լավ հագնված լինել, այսինքն լավ հագնված ոչ թե թանկ հագնված, այլ ճիշտ հագնված։ Ճիշտ հագնված։ Դժբախտաբար Հայաստանում դրա վրա ուշադրություն չեն դարձնում, նախ գույների, այսպես ասած, հարմոնիա չկա, բոլորի եւ ընդհանրապես չի բան, մանավանդ կանանց մոտ, հա։ Եվ վերջին հաշվով այստեղ ամբողջ մի շարք կարելի է բանել, հոտը, մարդիկ հմայվում են կամ արհամարվում են կամ չեն սիրում հոտով, դա ենթագիտակցական մակարդակով է մարդու, չեք կարող ուշադրություն չդարձնենք մենք, բայց դա առաջնային, պլաստիկա, ձայնի հնչեղությունը, մարմնի կեցվածքը, հասկանում եք, եւ ամենակարևորը, ես շատ չեմ երկարացնում, ամենակարևորը ժպիտը, ժպիտ, որը քո ժպիտը միլիոն արժի, հիշում եք այդպիսի մի բան կար, պիես կար, եւ ես ուզում եմ ասեմ, այս ուրեմն բաժնում է, որ քայլել ուշադրություն դարձեք, թե ոնց են քայլում։ Վիկտորիանական ժամանակներում կանանց սովորեցնում էին աղջիկներին քայլել, գլխին դնում էին ծանր, դեռ տրցակ, գրքի եւ գնում էր։ Ես Աֆրիկայում աշխատել եմ երկար ժամանակ։ Աֆրիկացիները բոլորը վզները երկար են, որովհետեւ մինչեւ 30-40 կիլո նրանք դնում են իրենց գլխին եւ տանում են։ Ես ասում եմ Սև Աֆրիկա, որտեղ ոչ ասած ցիվիլիզացիան դեռ մուտք չէր գործածում այս տարիներին։ Այնքան ծանր բաներ, որ այդ ջրի ոնց է կոչվում, գուբա, հա, ուրեմն երկու տղամարդ բարձրացնում դնում են վզին,
գլխի պատկերացնում եք, եւ նա ասեն ջրել կգնա, մեջքին էլ երեխա կապած։ Ահրելի մի բան, բայց որ տեսնում եք, բոլորը ձիգ, կուրս կա առաջ, գլուխը բարձր, իսկ ոնց են մեր մոտ քայլում։ Ես չեմ ուզում, ոնց են ոնց որ ձեռքերը լինի ջաղած, հասկանում եք։ Մի հատ էլ ասեմ, ես կարող ա կողքից խփի քեզ։ Շտանգիստի պես։ Ոչ մեկը երեխային սովորացնում են ուտել, գարշոկ նստել, ոչ մեկը չի ասում։ Ինչպես անի, որ նորմալ քայլի երեխա։ Հնարավոր է, չէ՞ դեռ տանում։ Սա այն ուրեմն բաներից մեկը, շտրեքներից մեկը։ Վերջին հաշվով, ես նորից եմ ասում, ամեն մարդ կարող է դառնալ հմայջ եւ պետք է դառնա հմայջ, եթե նա ուզում է հաղորդակցության ժամանակ, պաշտոնական, ոչ պաշտոնական, մի կոլեկտիվում, երկու հոգի, ամուսիններ, եթե ուզում են իրար նկատմամբ լինել, այսպես ասած, գրավիչ եւ հմայիչ, ուրեմն պետք է դառնալ հմայիչ։ Ես կարող եմ ձեզ միանգամայն մեծ պատասխանատվությամբ ասել, որ հայ կանայք ունեն բոլոր նախադերանները ընդհանրապես լինելու այն աստիճանի հմայիչ, որ Ֆրանսիա կամ չգիտեմ Իտալիա եւ այլն հավասար ուրիշ բարձր մակարդակով, որովհետեւ ֆակտուրան մեր կանանց շատ ավելի է, քան նրանց։ Ես դա ասում եմ իմանալով, սազնանիем ձեւ։ Հա, այնպես որ ուշադրություն դարձրեք այն փոքր բաները։ Հիմա իմիջիայլոց շատ է փոխվել։ Ես երբ որ մենք էինք երիտասարդ ձեր չափ, բոլորովին այլ էր, հնարավորություն չկար, պայմաններ չկար։ Հիմա պայմաններ կա, պետք է պարզապես կարողանա լինել սելեկտիվ, հասկանում եք, ճիշտ ընտրել, ճիշտ բան։ Այդ հնարավորությունները շատ են, մանավանդ դրսի հետ կապերը, եւ նաեւ ոչ թե արևելյան, այսպես ասած, շարավարների հակնում են, այլ նաեւ ավելի Եվրոպա, հա։ Եվ նայել այն առումով, որ ժամը 11-ին պետք չէ այսպիսի կրումներով, հասկանում եք, բաները, բրիլյանտները կախած, դուրս գան փողոց, դա ուրիշ տպավորություն է թողնում։ Հա, եւ այսինքն ժամանակի, տեղի եւ իրավիճակի համեմատ։ Մի խոսքով, ես ուզում եմ վերջացնել այս մասը, հիշեցնելով ձեզ Բեռնար Շոուի անմահ ստեղծագործությունը My Fair Lady, ինչպես ծաղկավաճառին վերեցին եւ ինչպիսի լեդի սարքեցին, հա։ Լեդի դառնալը եւ դենի դառնալը, ես կարծում եմ, որ պետք է լինի մեր հայ ազգի յուրաքանչյուր պատանու երիտասարդի, այսպես ասած, նպատակներից մեկը։ Սա համայնքի մասին։ Ինչքան ունենք արա։ 50 րոպե։ 50 րոպե վրա եմ անցնում։ Մի բառ ասվեց այստեղ խարիզմա։ Հիմա տեսնենք ինչ է խարիզմա։ Նու եթե կոպիտ ասել լինենք, խարիզմը դա հմայքի գերադրական աստիճանն է։ Բայց մի անգամից ասեմ, որ խարիզմը դա բնածին երևույթ է։ Խարիզմը կամ կա, ծնվում են, կամ չեն ծնվում, խարիզմատիկ։ Խարիզմը նշանակում է ուրեմն աստվածային շնորհք, աստվածային գեղեցկություն եւ առասպելներում շատ է օգտագործվում, հին հունական խարիտներ են նրանք կոչվում։ Եվ ես նորից եմ ասում, խարիզմը դա բնածին երևույթ է։ Տարբեր մեկնաբանություններ կան այդ հարցի վերաբերյալ։ Վեբերը հետաքրքիր ձև է ասում, որ դա ուրեմն գեր շնոր է մարդու, որը ուղղված է այն մարդկանց վրա ազդելու եւ նրանց ուղղորդելու, առաջնորդելու եւ ուղղորդելու։ Այսինքն խարիզմատիկ անձնավորությունը այնպիսի հնարավորություններ ունի, ինչպես մեզից ոչ ոք չունի։ Եվ դա մեծերի, աստվածների, այսպես ասած, մենաշնորհն է։ Խարիզմը
կարող է լինել բարի եւ կարող է լինել չար։ Բարի խարիզմներ Հիսուս Քրիստոսը այնտեղ Ինդիրա Գանդին ով Ռոմվելը, հա, ասիկ, ով ասիկ։ Չէ, ասի Վեբերը մարգարեներին էր առանձնացնում, հոգևորացնում խարիզմատիկ համարում։ Եվ կան չար խարիզմներ, խարիզմատներ, որոնցից օրինակ Ստալինը, Հիտլերը, խարիզմը անպայմանորեն իր հետ բերում է անհատի պաշտպան։ Եթե կա խարիզմը որպես կանոն վերջանում է այդ արտահայտության, հասարակության մեջ։ Դրա համար Կանտը համարում է դա կրոնական տեսակետից անբարոյական երևույթ արժեք, իսկ Նիցշեն համարում է կյանքի կարևոր հատկանիշներից մեկ, այստեղից է Նիցշեի ամբողջ տեսությունը գեր մարդու վերաբերյալ, չէ՞։ Սվերխչելավեկ։ Ջեք Լոնդոնը կարդացած կրնեք, գիտեք, թե ինչ է ուրեմն գեր մարդներ, Ռոբերտ Քոչարյանն էր ուզում գեր մարդներ, բայց ես ասեմ, որ խարիզմը չուներ, խարիզմատիկ չէր, որտեղ խարիզմը այնպիսի մի երևույթ է, որ մարդը իրեն հաշիվ չի տալիս նրա ազդեցության տակ ընկնելու համար։ Անգամ եթե խարիզմատիկ մարդիկ ունեն սիգմենտներ, սիգմենտը դրանք այն նշաններն են, որոնք նրանք տարբերվում են այլ մարդկանցից։ Եթե նրանք ունեն այնպիսի սիգմենտներ, որոնք կապված են նրանց ֆիզիկական արարքների հետ, անգամ դա ուշադրություն չի դարձնում։ Օրինակ Նապոլեոնի կարճ հասակը, ընդհանրենք Մոշե Դայանի միաճկանի լինելը, կամ Պետրոս Մեծի ընկնավոր լինելը, էպիլեպտիկ լինելը, դրանք մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձրել։ Մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձրել։ Ինձ համար ես երկար ուսումնասիրել եմ Կլեոպատրայի երևույթը, որովհետև շատ տարբեր կարծիքներ եւ տարբեր մեկնաբանություններ կան։ Տեսեք, մենք բոլորս գիտենք, այսինքն ընդունված է դա, ասել, որ նա եղել է վերինաշճանի գեղեցիկ կին, խարիզմատիկ գեղեցկության տեր կին։ Բայց վերջերս, սրանից կարծեմ 2 թե 3 տարի առաջ British Museum բանում, Լոնդոնում, մեծ ցուցահանդես է բացված, գիտական, որտեղ տարբեր առարկաների ուսումնասիրության հիման վրա, մասնավորապես դրամների, արձանների եւ այլն փորագրությունների հանկարծ հայտարարվեց, որ նա եղել է վերինաշճանի տգեղ կին, ունեցել է երկար քիթ, ունեցել է վզի վրա ունեցել է յուղի ծալքեր եւ այլն եւ այլն։ Եվ կարծիքները ինչպես ամեն բանում բաժանում են։ Բայց ես չգիտեմ ինչպիսին է նա եղել իր արտաքինով, արդյոք այդպես է եղել թե չէ, բայց պատմականորեն, որ նա եղել է այդ դարաշրջանի ամենահրապուրիչ եւ ամենախարիզմատիկ կանանցից մեկը, որը կարողացել է Հուլիոս Կեսարին եւ Մարկ Անտոնիոսին։ Անտոնիոսը դա Հուլիոս Կեսարը դեռ ոչինչ, քիչ թե շատ նորմալ մարդ էր։ Իսկ Անտոնիոսը դա բրուտալ, սալդաֆոն հասկանում եւ նա այն աստիճան տարվեց Կլեոպատրայով, որ նրա ոտքերի տակ դրեց եւ իր կարիերան, եւ ամբողջ պետական շահերը եւ այլն եւ այլն։ Եվ եթե հետաքրում եք, կարդացեք Շեքսպիրի ողբերգությունը, Կլեոպատրա եւ Անտոնիոս, շատ լավ է նկարագրված այդ բոլորը։ Բեղտերևն է զբաղվել այդ խնդիրներով, ֆիզիոլոգ, եւ նա ասում է, նա ունեցել է այնպիսի հատկանիշներ, որ մասնավորապես նա այդտեղ շեշտում է սեքսուալ հիպնոզ, որ նրա ցանցից հնարավոր չի եղել ազատվել, որ նա եղել այնպիսի մի կին, որը կարողացել է տղամարդկանց խենթացնել։ Դա խոսում է այն մասին, որ իրոք խարիզմը շատ մեծ դեր կարող է խաղալ մարդկային հարաբերություններում։
Բայց երբ որ խարիզմը դրվում է այնպիսի մարդկանց, որոնք էությամբ բռնապետներ են եւ չարագործներ են, այդ ժամանակ իհարկե ողբերգություն է այն ժողովուրդների եւ այն երկրների համար, որոնք ենթարկվում են նման խարիզմատիկ լիդերների։ Նրանցից մեկը եղել է Յոսիֆ Ստալինը, որին եւ պաշտել են մարդիկ եւ նմանվել են, ես նոր ասեցի նա բուրք էր, եթե նմանակման մասին խոսենք, նրա նման գալիֆե շալվար էին հագնում, փեխեր էին պահում մարդիկ, վրացերեն ակցենտով էին խոսում։ Ես հիշում եմ, որ նա մահացավ, Սարոքի մամաս ասեց, վայ մենք կորանք, տենց էին մտածում մարդիկ։ Եվ այդ անձնավորությունը բացարձակապես մարդկային բաներից շատ հարցերում հեռու է եղել։ Եվ ինչն է հետաքրքիր, ես շոյացություն հասցրեցի, որ չար խարիզմները հաճախ նման են իրար։ Տեսեք, համեմատենք Ստալինին եւ Հիտլերին, փաստորեն նույն կատեգորիայի գործիչներ են։ Երկուսն են մեկ պարտիական համակարգ, սիստեմ, երկուսն են ուրեմն նույն պատժիչ մեթոդները, տարբերանումներով, երկուսն են սոցիալիստական, այսպես ասած, ուղղություն զարգացման, եւ երկուսի վերջին հաշվով աշխարհակուլ, այսպես ասած, նկրտումները, որոնք համընկել են իրար։ Մի խոսքով տեղոպային խարիզմներից մարդկանց լավ կլինի եւ եթե ես նորից եմ ասում, այդ խարիզմը չի բերում այն արդյունքները, այն դիվիդենդները, որ տվյալ երկիրը սպասում։ Խարիզմը իհարկե իրենից ներկայացնում է նաեւ կիսաառեղծված երևույթ, որը մինչև վերջ ուսումնասիրված չէ, կրոնական առումով դա բացարձակ ուրեմն արժեք է, կրոնական Աստծո կողմից տրված մարդկանց վրա իշխելու, իսկ հասարակական առումով դա մի երևույթ է, որը վերջին հաշվով ես նորից եմ ասում, տանում է անձի ուրեմն անհատական կուլտին։ Սա այսպիսի բան, հենց որ խարիզմի եւ բանի խառնել իրար հետ հմանքը, ես կատեգորիկ երկով դեմ եմ դրա եւ հաճախ նույնիսկ մեր գրականության մեջ ասում են, նա շատ խարիզմատիկ անձնավորություն, որը ոնց կարող են արտահայտել խարիզմատիկ։ Նապոլեոնը արտակարգ խարիզմ է ունեցել։ Նապոլեոնը համարվում է խարիզմատիկ համար մեկ անձնավորությունը։ Նա ունեցել է գեներալ Վանդոմ, մարտական գեներալ, որը ունի մոտավորապես այսպիսի հիշողությամբ եմ ասում է ես, որ չեմ վախեցել ոչ Աստծուց, ոչ սատանայից, ես նրա առաջ դառնում եմ ինչպես անկարող մի երեխա, փոքր մի երեխա։ Եվ եթե նա ինձ ասեր անցի ասեղի ծակով եւ նետվի կրակը, ես կանցնեի ասեղի ծակով եւ կնետվեի կրակը։ Այս սա իրոք խարիզմ, որը դարեր շարունակ արդեն քանի 100 տարի մինչեւ հիմա Նապոլեոնի նկատմամբ այդ լուսապսակը կա եւ ըստ երևույթին արժի, որովհետեւ լինելով եւ բռնապետ եւ երկրներ նվաճող եւ այլն եղել է արտակարգ անձնավորություն։ Մոտավորապես այսպիսի բան, թե հարցեր կան, ես հարցով ես պատասխանեմ, հետո մի ուրիշ բաներ ենք խոսենք, նստեք, Ներկանամ Գոհար, այ դուք խոսեցիք խարիզմայի մասին, ամենասկզբում ասացիք, որ գտնում եք, որ բնածին է, չէ՞։ Ու առանձնացրեցիք բարի ու չար խարիզմա։ Այս մի քիչ հակասություն եմ ես տեսնում մի հարցով Ֆրեյդի կամ լիբիդոյի տեսությունը եթե ուսումնասիրում ենք, այս դեպքում չեք կարծում, որ բնածին կարող է բարի խարիզման լինել, որովհետև ձեր նշած լիդերների մանկությունը, որ ուսումնասիրում ենք, իրանք մանկությունում ըստ Ֆրեյդի տեսության անպայման ինչ-որ խեղաթյուրված մանկություն են ունենում, դրա համար իրանց հետագա գործունեություն դրանով է հիմնավորվում։ Այս պարագայում այդ կատեգորիայի դասակարգման սկզբունքով առանձնացված լիդերների մոտելա խարիզման դուրս գալիս, որ բնածին է։ Կարծում որով լիդերներն են խարիզմատիկ։ Դա դարձյալ լիդերներին ասում է, որ լիդերները Դուք պատասխանի իհարկե ես ֆրենդիստ եմ ասում մեծ ախնացանք ունեմ իր
Մասնավորապես ֆրուստրացիայի կողմերում աշխատել եմ։ Իհարկե, մանկության, այսպես ասած, դրված բան մարդու մեջ շատ մեծ նշանակություն ունի։ Բայց արդյոք դա է եղել միայն պատճառը, որ նույն ասենք Ստալինը փոքր ժամանակ որ ասում էին մահայրը այսպեսին է եղել, այսինքն կոմպլեկտի պանացեն, չէ՞ որ հիմա մեր ղեկավարների համար շատերին որ ասում են ինչի են տենց, ես ասում եմ գցել են իրանց մանկության ժամանակ, հա։ Չեն տեսել, չեն ունեցել, հանկարծ ունեցա, հասկանում եք։ Դրա համար սենց բաներ կատարում։ Բայց դա ուրիշ բան է, սա բոլորովին ուրիշ։ Այսինքն դա ըստ երևույթին դեր խաղում է, ես համաձայն եմ ձեզ հետ, բնավորության որոշ ինչ-որ ֆորմացիաներով, բայց որ մարդու մեջ կարող է դա լինել, օրինակ Ստալինի մոտ եթե չլիներ այդ չար ոգին, հասկանում եք միլիոններ կոտորելով բան, ինչ էր մանկության ժամանակ ինչ էր նրան լիներ, չպետք է այդպիսին լիներ ինքը, կամ նույն Նապոլեոնը չէր կարող հասնել այդ բանը։ Ես որ սրանք գիտեք օդում կախված հարցեր են եւ լրիվ ուսումնասիրված չեն։ Ես համաձայն եմ ձեզ, որ Ֆրեյդի, այսպես ասած, մանկության ժամանակ ժողովությունների անը շատ մեծ դեր է խաղում։ Բայց ասել, որ խարիզմը դրանից է մարդու առաջանում, ես դժվարանում եմ։ Դրանից կներեք, երևի չար խարիզմն է ձևավորվում, այսինքն բնածին լինում է, բայց քանի որ հոգեբանական բացասական երևույթների են ենթարկվում, այդ իրանց խարիզման վերածվում է չար տեսակի խարիզմա։ Հավգինին դառնում է կացախ։ Հա։ Ամեն ինչ լիդերության համար ասել, որ լիբիդոն աշխատում այն ժամանակ, երբ լիդերը ձգտում է հասնել դրան ու նայած ինչ միջոցով ասում, ինքը չի ասում խարիզմա, մի ասենք կարող է քո նախագահ խարիզմատիկ չի, բայց ինքը լիդեր է ամեն լիդեր։ Այս չեղա որ ինքը լիդեր չի։ Լիդերների համար այդ լիբիդոյի տեսությունը առաջ քաշել։ Ինքը լիդերի համար կարևոր նախապայման չի խարիզմատիկ լինելը։ Կարևոր նախապայման։ Բայց պարտադիր չի։ Պարտադիր չի։ Քո Չէ, նախագահ նայ խարիզմա։ իմ կարծիքով իրոք է։ Նայած լիդերը, եթե լիդերը ընտրվում է դեմոկրատական ճանապարհով, խարիզման կարևոր է, որտեղ դու պիտի հմայես եւ քեզ քվեք։ Ինքը դառնում է լիդեր։ Եթե ընտրությունը ոչ դեմոկրատական է, այսինքն դեպքում արդեն դու խարիզմատիկ ես, տեսեք, այսպիսի մի երևույթ կա, ասում եմ, մի րոպե, երբ որ բանաց, այսպիսի մի երևույթ կա, որը պարտադիր ուրեմն բաղադրիչները, որոնք են պարտադիր բաղադրիչները, դեմոկրատիայի հասարակության մեջ կողմը բռնապետություն։ Մերսի։ Ինչ պայմաններ են պետք բռնապետական հասարակություն տիրանի այսպես ասած, ստեղծելու համար։ Առաջինը ուրեմն լիդերի խարիզմա։ Պարտադիր բան։ Ես ինչ եմ արել, սա ասում, որ երբ որ ասում էին Քոչարյանի ժամանակ ասում էին, սա բռնապետական համակարգը, ես շփտում եմ, ասում հնարավոր չի։ Դրա համար պետք է 3 ուրեմն, այսպես ասած, բաղադրիչ, 3 կամպանիա։ Առաջինը դա խարիզմա, լիդերի, երկրորդը իդեոլոգիան, գաղափարախոսությունը եւ երրորդը արդյունաբերությունը։ Չկա Հայաստանում ցանց ոչ մեկ չկա։ Հենց որ մենք կարող ենք ուրախանալ, որ երբևիցե բռնապետություն չենք կարող։ Ավտորիտար հա, մանրից։ Այս հարցի շարունակությունը լիդեր առաջնորդի խարիզմատիկ կերպարի կապված, ու եթե շարունակել կառավարչի համար ինչքանով է կարևոր խարիզմատիկն, թե ընդհանրապես կարևոր չի, որովհետև կառավարիչ ու լիդերի հետ կապված փորձեր ինովացիաներ։ Դե եթե ժեկի կառավարիչը այդքան կարևոր չի, եթե երկրի կառավարիչը երևի հա։ Ընդհանրապես ես խորհուրդ կտամ որ այդ այդքրում եք լիդերության վերաբերյալ շատ լավ գրականություն կա, ես կարող եմ ուշել կարող եմ։ Հիմա շատ ուսումնասիրում եմ ես մոտ։ Նրանք նոր գիտելիքներ են, որոնք կարևոր են։ PR-ը խարիզմատիկ կերպար չի պատկերացնում այդ մտապատկերում, օրինակ PR-ը կոնկրետ այս մարդը խարիզմատիկա երևում հենց PR-ով։ Մենք չենք ճանաչում։ Դու կարելի է նրա շուրջը ստեղծել ինչ-որ բան, բայց եթե նրա մեջ չկա, շատ դժվար է։
Օրինակ Օբաման եւ Ադրբեջանի նախագահ, մեկը խարիզմատիկ շատ, մյուսը Օբաման լավն է, բայց խարիզմատիկ չէ։ Հələ մի հատ Ամերիկայի ապրողներին հարցրեք։ Խարիզմայի մի մաս չի կարմեն արդյոք վախի ինստիտուտը։ Դա Չկա Օբաման։ Լավ, այդքան մի խորացեք, ավելի լավ է եք հմայի։ Չէ, մենակ բան ասեմ, քո ասացի համար, որ լիդերների 3 կատեգորիա առանձնանում՝ պատմական, խարիզմատիկ, մեկ էլ ռացիոնալ, պատմականը դա այն հնարավոր ժամանակներից որ եկել է որ Իրանը թագավորի, խարիզմատիկը հիմնականում աֆրիկական երկրներում է լինում, որտեղ հեղափոխություններ է լինում, մի մարդ կամ հիմա թե զինված ապստամբություն եւ այլն, ինքան լիդեր է դառնում։ Ինքս սպորտում անցան, իսկ ռացիոնալն է, որ արդեն սոցիալական, սոցիալիզացված հասարակություն ես դու, քաղաքացիական հասարակություն ես դու, բանականորեն դու հասկանում ես ում ես ուզում ընտրես։ Ժամանակային ընդգրկվածության, հա։ Հա, հենց այդ նույն ամեն ինչը, նույն այդ դասերը ես եմ Լիդերների դասական ամենշան լիդեր որոշակակիների։ Հա դե լիդեր խամաճիկները կան, հարցերի հենց որ կոնկրետ կատեգորիաներով լիդեր խարիզմատիկ լիդերները հիմնականում հեղափոխական երկրներում են հիմնապես գալիս։ Մենք որպես Հիմա եթե Ֆիդել Կաստրոին վերցնենք, խարիզմատիկ լիդերը համացան, բայց կար Բոկասոն օրինակ, որ ասում եք Աֆրիկայում, որը մարդ էր ուտում, բառից բուն իմաստով, ինչ խարիզմատիկ չէր, բայց ինքը սերժանտ վիճակով եկավ հեղափոխություն արեց։ Իր ժողովրդի համար խարիզմատիկ էր, չէ՞, ինքը բախի հիմքի վրա, բացի այն որ բախի իր հասարակությունն հավատում էր, որտեղ ինքը հեղափոխություն արեց իր հասարակությունում։ Ո՞վ Բոկասը։ Ինքը հեղափոխություններ են, հեղաշրջում դեր։ Մենք պատմություն փորձ չունենք, երբ որ առաջնորդը հեղափոխական երկրի միջի ինքն ունի խարիզմատիկ հատկանիշներ։ Նույն Մաքիավելին ասում։ Չհասկացա, Հետևենք ստացմա խարիզմատիկ լիդերները լինում են միայն հեղափոխական երկրներում, որտեղ որ հեղափոխական գործընթացներ ունեն։ Կարելի է ձեր ասացից մի դատողություն անել ու օրինակ բերել։ Օրինակ ձեր ասածը լրացնելու համար հիմա երբ որ նայում եմ բոլոր խարիզմատիկ անձնավորություններին, բոլոր տեղերում տեսնում եմ այդ 3 ասած բան, օրինակ Հուլիոս Կեսար, ինքը խարիզմատիկ էր, որովհետև ինքը եւ ուներ այդ խարիզման, եւ բերեց գաղափարախոսություն, եւ արեց հեղափոխություն, եւ ստացանք բռնապետություն։ Նույնը Նապոլեոնի ժամանակ։ Ինքը եկավ գաղափարախոսությամբ, ինքը խարիզմատիկ էր եւ մյուս գաղափարախոսություն խարիզմատիկ էր եւ հա արդյունավետ էր տվյալ ժամանակում։ Նույնը Հիտլերի դեպքում արդյունավետությունը դրա ամենակլասիկ օրինակը։ Ամենակլասիկ։ Մի անգամ այլ։ Գիտեք ինչ կա, տեսեք, այդ նույն խարիզմա, ինչպես նաև հմայիչ անձնավորությունը կարող է մի անգամից ընկնել իր այսպես ասած պատվանդանից, բարձությունից, նույն Հիտլերը ասենք, նույն Ստալինը, այնպես որ ժողովը ասենք, արևիտար ոչ մի բան հավետեղական չի։ Լավ, ինչ պիտի անենք, ինչպես? Պետքա ցույց տալ։ Մենք ամեն պարագային մյուս տարվա մարտի կեսից ապրիլի կես նախատեսում ենք միանցը դասընթաց, եթե հարմար գտնենք եւ Չէ, ես սիրով, ես կգամ, բայց պետքա պարզապես մշակվի բան, ինձ մոտ կա, այդտեղ հարցեր հնարավոր չի բռնուց առաջնորդի տիրան դառնալ, բայց խարիզմատիկ ունեցու չունենա։ Այդ նույն Բոկասոն, որ ասում, տիրան էր, մարդ էր ընդուն, բայց նա ինչ խարիզմատիկ, ինչ կարելի է ասել խարիզմատիկ։ Եթե մենք ժամանակ ունենք, ես կարող եմ էմպաթիայի մասին խոսել, բայց մեծ թեզն Չէ, մենք ունենք 25 րոպե ոչ ավելի եթե տեղավորվենք։ չէ, Կամ այդտեղ դա կիսապրատ կա։ Գոնե ծանոթանա։ Իմ կարծիքով պարոն Արսադյան, այսինքն խարիզման բերում է իշխանության հաճախ, բայց իշխանությունը ամեն շատ մեծ խարիզմատիկ բան է, եւ դա շատ նկատելի է, հատկապես բանը կանանց պարագայում, էլի։ Այսինքն օրինակ կանայք շատ ավելի հմայվում են իշխանավորով, քան ոչ իշխանավորով, այսինքն նույն տղամարդն է, այսինքն չի փոխվել։
Բայց միտեղ կարգավիճակ է ստանում ասինքն ինչ-որ պաշտոն, անգամ եթե ակնկալիք չունի, էլի ասենք այդ պաշտոնի կամ փողի, բայց ինքնին այդ բանը, պսակը, լուսապսակը մի տեսակ բան ապրելու։ Միգուցե դի այն ենթագիտակցական բանն է, էկի, ձգտումն է, ապահով զգալու իրան։ Գրաֆի Հովհաննիսյանը խարիզմատիկ համարեցին, առհասարակ չի ընդունում։ Բայց ասում եք համարեցին, ախր համարելով չի, չէ՞։ Ընդունեցին, ես չընդունեցի, դրա համար ասում համարեցին։ Բայց ով Ես չէի ասի։ Ես շատերից եմ լսել, որ ասել են ինքը խարիզմատիկ մարդ է։ Ես էլ եմ լսել, դրա համար եմ ասում, որ խարիզմ բոլոր իրաների չեմ ընդունում իրաների խարիզմատիկ կերպար։ Դրա համար չի կարելի ասել, ինքը մենակ իրան նայելով Իմ կարծիքով շներն ու երեխաներն են ճիշտ ոգումով խարիզմատիկ, եթե մոտ են գալիս մեկի, շներն ու բաները, փոքր երեխաները արդեն այդ հմայքը կա, նրանք ենթագիտակցաբար Խոսենք մեր առաջին նախագահը խոսենք այդ ձեր ասած թեմայի մասին։ Էմպաթիա։ Փորձեմ իհարկե մեծ թեմա է, գրեթե ավելի մեծ սա մի քանի խոսքով հետեւյալն է, ուրեմն հաղորդակցության ժամանակ մարդկային շատ կարևոր դեր է խաղում այնպիսի մի երևույթ, ինչպիսին էմպաթիան է, էմպաթիա։ Այդ հին հունական բառ է, որը M-ը նշանակում է ուղղվածություն, նախտիրը պաթոս նշանակում է ուրեմն ուժեղ զգացողություն մի բանի նկատմամբ։ Առաջինը սրա ուշադրություն է դարձրել Ֆրեյդը իր մարդկանց ապրումները հասկանալու եւ բժշկական նպատակով օգտագործելու համար։ Նրան անմիջապես հաջորդել է իր աշակերտ Ալֆրեդ Յունգը եւ դա անվանել է էմպաթիա չի ասել, այլ ասել է fellow feelings, հետևելով պրակտիկ ահավոր մեծ նշանակություն ունի։ Ամերիկայում կա մի, կարծեմ հիմա էլ պետք է լինի, կա ուրեմն հոգեբույժ Ռոջերս ազգանունով, որը օգտագործելով էմպաթիայի բոլոր մեխանիզմները հասել է այնպիսի արդյունքների շիզոֆրենիայի եւ պարանոյայի բուժման մեջ, որ պարզապես զարմացնում է։ Ես մի քանի տարի առաջ Ամերիկայում էի նայեցի հայտարարությունը թերթում, ուրեմն մի տարի, երկու տարի հետո մարդիկ ուրեմն հերթագրվում են իրենց հիվանդների համար։ Վերջին հաշվով ինչ է, եթե մի բառով ասել, հա? Դա ինքնահաստատման մեխանիզմն է, իդենտիֆիկացիայի մեխանիզմ, ավելի ճիշտ, եթե ասել լինի։ Եվ մեխանիզմը գործում է այն ժամանակ, եթե դուք մտնում եք դիմացինի, դա լինի ձեր ընկերը, դա լինի ձեր գործընկերը, ձեր կինը, ձեր ամուսինը, եթե մտնում եք նրա զգացմունքների մեջ, կոպիտ եթե ասել լինեմ, մտնում եք նրա մաշկի տակ։ Հայերենում ասվում է, չէ, մտի դրությանս մեջ, ինչ է նշանակում մտի դրությանս մեջ, ոնց ես մտնեմ քո դրության մեջ, դրության մեջ մտնել, դա նշանակում է հասկանալ այդ մարդու ապրումները, դրա համար հայերեն ռուսերեն շատ լավ է ոչում, դա սոպերիժվայ, այդ Ալբերտ Նալչադյանը, որի գիրքը դուք բռնել եք ձեր ձեռքում, նա շրջանառության մեջ է դրել ապրումակցում բառը, եւ ես էլ քանի որ երկար զբաղվում եմ այդ էմպաթիայի հարցով, ես էլ եմ կարծում, որ դա ուրեմն ապրումակցում է։ Որպեսզի ճիշտ հասկանանք, տեսեք, Սոկրատեսը շատ ճիշտ է դա ասել։ Նա լինելով ուրեմն Սոկրատեսը ինչ է, մատերիալիզմի այսպես ասած նախահայրն է։ Եվ ամեն ինչը նա չափում էր բանականության սկզբունքներից ելնելով։ Նա միշտ բանականության ալգորիթմներ օգտագործում է։ Ինչ հոգեբանական եւ ընդհանրապես հարաբերությունների վերլուծման ընթացքում եւ հանկարծ կյանքի վերջում բացականչեց մի նախադասություն, արդեն բանտուրից պետք է մի նախադասություն շուտով ասեց հասկանալ, որ
ուրիշը դա դու ես։ Հա։ Հասկանալ, տեսեք, երկու բառի մեջ ինչքան իմաստ։ Եվ այստեղից, տեսեք, մարդկությունը դարեր շարունակ գլուխ է ջարդել այս խնդրի վրա, մարդկային հաղորդակցությունը հասկանալու, Զարաթուստրա, բուդդիզմ, քրիստոնեություն, դաոիզմ, իուդիզմ եւ այլն եւ այլն։ Եվ հանկարծ եկավ մեկը, որ հայտարարեց ամեն ինչում երեք անցյալ որ դուք ասացիք, ուրիշի նկատմամբ ուրեմն ամեն ինչում վարվել այնպես, ինչպես կուզեին, որ նա վարվեր նկատմամբ։ Այսինքն Հիսուս Քրիստոսը երկու բառով մի նախադասությունով ասեց այն, ինչ իրենից ներկայացնում է ապրոմակցությունը, ինչ իրենից ներկայացնում է էմպաթիան։ Էմպաթիան ունի շատ պրակտիկ մեծ նշանակություն դիվանագիտության մեջ, բանակցային գործընթացում։ Ինչի համար չեն կարողանում իրար հասկանալ, հայ-ադրբեջանցի, հայ-թուրք, գլուխ են ջարդում։ Ես միշտ ասում եմ, մի անգամ ասացի հիմար բաներ ես ասում, բայց ես կարծում եմ հիմար բաներ չեմ ասում։ Մինչև էմպաթիա չլինի Երևանում, Բաքվում եւ Ադրբեջանում, բանում, Անկարայում, մենք Ստամբուլում, Անկարայում։ Մենք չենք կարող գալ ընդհանուր հայտարարել։ Ես դրանում համոզված եմ։ Հիմա տեսեք, հարաբերության ժամանակ, հաղորդակցության ժամանակ 3 ուրեմն ուղղություն կա, որով շարժում է։ Մեկը դա էմպաթիան է, արդեն հիսապ մոտավորապես ասացինք, մյուսը կարեկցանքն է, եւ երրորդը ուրեմն բարյացակամությունը։ Սրանք մեկ ամբողջականություն լինելով տարբեր բաներ են։ Կարեկցել չի նշանակում ապրոմակցել։ Դու կարող ես կարեկցել մարդուն։ Խղճում ես։ Խղճացիր, հա։ Դու կարող ես նրա նկատմամբ ունենալ բարյացակամ վերաբերմունք, այսինքն դու նրան համակրում ես։ Շատ կարևոր է։ Բայց ոչ առաջինը, ոչ վերջինը չի տալիս այն պատկերը, որ դու հասկանաս, թե այդ մարդու հետ ինչ է կատարում։ Դրա համար ես նորից եմ ասում, պետք է մտնել նրա մաշկի մեջ։ Այսինքն աշխարհին նայել նրա միջով, նրա, այսպես ասած, տեսակետով, նրա աչքերով։ Հիմա քաղաքականության մեջ սա ունենալով արխիկարևոր նշանակություն, իր մեջ պարունակում է մի շատ մեծ վտանգ։ Էմպաթիայով կարող է աշխատել այն մարդը, որը ունի բարձր ինտելեկտ, որը ունի զարգացածություն եւ ունի էրուդիցիա։ Ինչու համար։ Որովհետեւ էմպաթիայից ընկնել կարեկցանքի մեջ շատ հեշտ է խղճալու մարդը։ Եվ էմպաթիայից անցնել, հասկանում եք, ադապտացիայի, ես արագ եմ անցնում բաները, սրանք առանձին պետք է կանել։ Տեսեք, ուրեմն Նիկոլսոնը ասում է, նա չի ասում էմպաթիա, նա ասում է ադապտացիա, adaptation, ադապտե։ Ես կարծում եմ, ինձ թույլ եմ տալիս բանանելու, որ դիվանագիտական հարաբերություններում դա սխալ մոտեցում է, որովհետև ադապտացվել տվյալ, ես նկատի ունեմ դրսում աշխատող մարդկանց, ադապտացվել նշանակում է շատ հեշտությամբ ընկնել կոնֆորմիզմի մեջ, հասկանում եք, եւ կորցնել իր եսը։ Եթե կորցնում է իր եսը, նա կորցնում է նաեւ պետականության, այսպես ասած, չափանիշները։ Եվ վերջին հաշվով, օրինակ բաները, հատուկ ծառայությունները շատ լավ գիտեն սա։ Եվ այդ մարդկանց նրանց ուշադրություն են դարձնում, թե ով անգնում է այդ բանի մեջ, հասկանում եք։ Այնպես որ էմպաթիան դա բոլորովին տարբեր բան է։ Իսկ ադապտացիան, ես գտնում եմ, որ դա է շատ տարբեր բան։ Հասկանում եք։ Իսկ ադապտացիայի ամենաբարձր աստիճանը դա կոնֆորմիզմն է։ Իսկ կոնֆորմիզմը հաճախ բերում է այնպիսի մի երևույթի, Արանդան գիտի դա, որ կոչվում է լոկալիտիզ։ Այսինքն դուք ուրիշ երկրում աշխատելով այնքան եք ադապտացվում, այնքան եք մտնում այդ դերի մեջ, այդ երկրի, դառնում եք նրա ադեպտ, որ ասում են, ջատագով, չէ՞, դուք արդեն դառնում եք այդ երկրի շահերը պաշտպանող։ Եվ դա շատ աննշան է լինում։ Մարդը ինքն էլ չի հասկանում, թե ինչ եղավ։ Ես իմ վերջի օրվացներից մեկում, որ բան էին այլ քննադատել էին, որ մեր դեսպանները 18 տարի։ Շատ վտանգավոր բան է, ամեն մարդ չի, որ կարող է դիմանալ այդ բանի, բեռանը, այդ նագրուսկային ոնց որ ասում են։ Եղել է Դաբրինի նման
դեսպան է եղել 23 տարի, հասկանում եք Նյու Յորքում, այնտեղ բանն է եղել Պոլ 28 տարի Ֆրանսիան ներկայացրել է Անգլիայում եղել են նման, բայց սրանք բացառություններ են, որտեղ երկար ժամանակ անցնելով գտնվելով այդ պայմաններում, մարդը այնքան է ադապտացվում, ես նորից եմ ասում, որ նա սկսում է զբաղվել բոլորովին այլ մտքերով եւ բոլորովին այլ գործերով, դա կոչվում է լոկալիտիս, այսինքն այդ երկրի շահերը ավելի պաշտպանել, քան թե որ քո երկրի շահերը, որքան էլ պարադոքսալ եւ որքան էլ ծիծաղելի է, Հայաստանում նման բան եղավ մեր անկախության առաջին տարիներին, երբ որ Ռուսաստանի դեսպանը եկավ, Վոլոդյան Ստուպիշինը, նա եկավ ու մի անգամից ասեց, Ղարաբաղը մեր, այսինքն Ղարաբաղը Հայաստանին է։ Դիստում էր բանում, Հերազդան հյուրանոցում առավոտից կոնյակ էր խմում, ես էլ իրան Մոսկվայից դեռ գիտեի, սա սկսեց ելույթներ ունենալ բան, թե Ղարաբաղը ուրեմն Հայաստանին է, ես ՅՈՒՆԵՍԿՕ, մենքով, այսինքն նա սկսեց ոչ թե պաշտպանել մեր շահերի ի վնաս Ռուսաստանին, այլ մեր շահերի ի վնաս Ադրբեջանին։ Մենք իրար ասում ենք, խոսում ենք, այլ ասում ենք, դες ման մի արա, հա։ Եվ ինքը չէ, դա տենց է բան, այսքով մենքով։ Հետո ես մի առիթով Մոսկվայի գնացել եք ժամանակ, եւ հանդիպեցի իմ ընկերներից մեկին, որը արտաքին գործերի նախարարության երրորդ բաժնի վարիչն էր ԱՊՀ-ի երկրների, Վիտալի Литвина. Եվ ասում է, он не дает, ասում է, возможности на маневрировать. Վերջը, ես հետ եկա ասցի, Վալոժակ, ես հետ եմ կանչել։ Տենց էլ եղավ, մի տարի հետո հետ կանչեցի։ Եվ շատ դեր խաղացի միջայլոց մեր զանգվածային լրատվական միջոցները եւ մեր որոշ քաղաքագետներ, որոնք հենց մի օրթային երջանկության մեջ ընկան, թե ինչ դեսպան է եկել մեզ է պաշտպանը, հասկանում եք։ Դրանք ընդունված բաներ չեն, դիվանագիտության մեջ ընդունված խաղեր չեն, կա իր կանոնները։ Եվ երկրորդ դեպքը եղավ Էվանսի ժամանակ, բայց Էվանսին ինձ թվում է այդտեղ մի քիչ ուրիշ խնդիրներ կար, Արանավերին անգելի դա, թե նա ինչի սկսեց պաշտպանել հանկարծ։ Հետո լոբիստական խմբերի մեջ չէ ցանկանում ընդգրկվեր, այդ է հիմնակապակ փող էր ուզում աշխատել։ Այսինքն ցեղասպանություն բառը չէ, նախագահություն։ Գիտեմ, մի խոսքով նա ասեց են, ինչ որ իր ղեկավարություն չի։ Այդ տեսեք, դա լոյալության, մենք կարծեմ այդ մասով խոսել ենք, լոյալության ոտնահարում եւ կոպիտ խախտում է։ Հիմա ուղարկում են, ուզում են ուղարկել դեսպան Գերմանիա, լավ ընկերներից մեկին, Վահան Հովհաննիսյանին, բայց ասում են, նա կգնա այնտեղ կանի են ինչ-որ ուզում, այդտենց չի լինում, այդտենց չի լինում, դեսպանը դա, դիվանագետը դա, հասկանում եք, իր պետության, այսպես ասած, խոսափողն է, նա ոչ մի սանտիմ աճ, ոչ մի սանտիմ ձախ, աճ, չի կարող շարժել, ինչպես նաև ասում են Շարլ Ազնավուրը, Շարլ Ազնավուրը, ահա, ակարծեմ անցյալ անգամ ասեցի, շատ մեծ երգիչ է, բայց նա ասում է բաներ, որ չի ասում, չի, դա նշանակում հասկանում եք, չգիտեմ, եւ լոկալիտիզմ այստեղ, եւ կոնֆորմիզմ, ինչ ուզում եք ասեք, ամբողջ բաներ այսպես խառնվում են իրար։ Հա, բայց մենք էմպաթիայից ենք խոսում։ Էմպաթիան շատ կարևոր լուրջ գործիք է, որը պետք է կարելի է լավ օգտագործել, հա, բայց պետք է հասկանալ, այսինքն դա երկսաճ սուր է, հասկանում եք, կարողանալ այդ անձնավորության հետ, ես նորից եմ ասում, դիմացինի հետ, բանակցային գործընթացում, ընկերական հարաբերություններ, դա նույն բաներն են, մարդկային հարաբերություններ, մտնել այդ մարդու դրության մեջ, բայց երբեք եւ երբեք քո եսը, մեծ եսը, հա, մանավանդ եթե պետական շահերի մասին եք խոսում, երբեք ուրեմն չանտեսել եւ չշրջանցել։ Ես պիտի հարցել, նշեցիք, որ ապրումակցել չէ, ավելի հայերեն տերմինով էր որ այսինքն հասկանալ դիմացին, այս էմպաթիայի կիրառումը է, այս բարակայում, երբ որ հակամարտության մակարդակով դիտարկենք, փորձենք հասկանալ, դա ավելի շատ կիրառելի է, երբ որ կան այլընտրանքային տարբերակներ,
թե այն պարագայում, երբ որ ելք չկա, այսինքն լավ հարց եք շատ լավ հասկանում լավ հարց եք տալիս։ Գիտեք ինչ կա մի ինչ-որ սահման, կա մի ինչ-որ աստիճան, կա ինչ-որ մի տարբերություն, ասենք, քաղաքական, իդեոլոգիական եւ այլն, որ ուզում ես տրակի այդ էմպաթիան չի գործում։ Հիմա տեսեք Խրուշչովի եւ ենթադրենք ով էր Խրուշչովի հետ այն ժամանակ, Ռեյգանի հետ, ոնց կարող է լինել էմպաթիա, չի կարող լինել, էլի։ Հնարավոր չի, որովհետեւ էմպաթիան ինչ որ միտեղ նշանակում է նաեւ կոմպրոմիս։ Բայց եթե լրիվ ես չեմ կարծում օրինակ կան հիմա այսօր այն վիճակն է որ մենք եւ թուրքերը կամ ավելի շուտ ադրբեջանցիները թուրքերի հետ ես չեմ կարծում որ այդքան սուր է կատարված ոչ մի կերպ հնարավոր չի հասկանում բայց սրանք մեխանիզմներ են որ պետք է փորձել օգտագործել Շնորհակալություն